Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, Մերձավանում կատարված սպանության բացահայտման աշխատանքների վերաբերյալ հրավիրել ենք կարճ բրիֆինգի։ Նպատակը այն է, որ այս օրերի ընթացքում ներքին գործերի նախարարությունը զերծ է մնացել որևէ մեկնաբանություններ տալ բացահայտման աշխատանքների վերաբերյալ, ինչը պայմանավորված է հետագա հնարավոր սուր իրավիճակներից խուսափելու համար։ Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին տարածվել, այդ պատճառով կցանկանայի որոշ մանրամասներ հայտնել, այս պահի դրությամբ հայտնի մանրամասներ թույլատրելի սահմաններում։ Ուրեմն սեպտեմբերի 23-ին 23:50-ի սահմաններում ոստիկանությունը ահազանգ է ստացվել, որ Մերձավանում հնչել են կրակոցներ։ Կարճ ժամանակ անց նաև հիվանդանոցից են ահազանգեր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 անձինք, 2-ը մահացել են, 1-ը վիրավոր վիճակում։ Ինչպես գիտեք, մահացածներից 1-ը համայնքապետն էր, իսկ մյուսը քրեական ոստիկանը։ Այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ ոստիկանության օպերատիվ խմբեր են անմիջապես մեկնել դեպքի վայր ներքին գործերի նախարարի գլխավորությամբ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարել է ներքին գործերի նախարարը, օպերատիվ շտաբում ներգրաված են եղել ինչպես ներքին գործերի նախարարության, այնպես էլ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ներքին գործերի նախարարության աշխատակիցները համագործակցելով իրավապահ գործընկեր մյուս կառույցների հետ, ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեի աշխատակիցների հետ ձեռնարկել են ծավալուն համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 1 անձ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է, կներեք, վերջում հարցերին կպատասխանեմ։ Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ, նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հաշվի առնելով նաև դեպքի հասարակական մեծ հնչողությունը, մենք պարբերաբար մեր գործընկերների հետ, քննչական կոմիտեի մասնավորապես գործընկերների հետ հանդես կգանք հայտարարություններով դեպքի առնչությամբ, բացահայտման առնչությամբ, այս պահի դրությամբ թույլատրելի հրապարակելիք պատկերը սա էր։ Հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին թեմայի շուրջ, բայց կրկնեմ թույլատրելի սահմաններ։ Պարոն Սարգսյան, պաշտոնանկությունների հետ կապված ինչու միայն Բդոյանը եղավ պաշտոնանկ արված պաշտոնյան։ Միայն ՆԳՆ-ից միայն Բդոյանը չէ։ Ովքեր են։ Այս տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում ներքին գործերի նախարարը, ինչպես գիտեք, բոլոր մարզերում անձամբ է ամփոփել ծառայությունների կատարած աշխատանքը եւ Արմավիրի մարզում ամփոփումից հետո կարող եք հրապարակված է նաեւ ներքին գործերի նախարարության կայքեջում հրապարակված ռելիսում կարող եք տեսնել, որ ներքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել միջանձնային լարված հարաբերությունների շուրջ մարզում դեպքերի շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները։ Ամփոփումից հետո բառացիորեն օրեր առաջ, սեպտեմբերի սկզբին, ծառայությունից ազատվել է մարզի բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ազատվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, նշեմ, որ
Սեպտեմբերի սկզբին հստակ օրը այս բանը չեմ հիշում, ինչը պայմանավորված է 6 ամսվա ամփոփումներով։ Ազատվել է համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետը, ցանկանում եմ նշել, որ Վաղաշապատի բաժինն է պատասխանատու նաև այդ հատվածի օպերատիվ իրավիճակի համար եւ երեք հայտնեցինք, որ նաև ծառայությունից ազատվել է Այսքան մարդ է ազատվել, սակայն կարծես դա չեն խաղել, հա, ու այս միջանձնային ձեր նշած հարաբերությունները նշանակել լարված մնալ, այսինքն եկել են օրերը, չգիտեմ, գուցե ԺՊ է նշանակվել, բայց մարզում կրիմինալ դեպքերի պակաս չկա։ Մարզում կրիմինալ դեպքերի հետ կապված թույլտվեք չհամաձայնել ընդմանը, եթե խոսքը վերաբերում է կոնկրետ Մերձավանի միջադեպին, ես կարող եմ նշել, որ ըստ քննության արդյունքների այս պահին արկատավյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Պարոն Սարգսյան, մի հարց էլի։ Կներեք, ես այս առումով որոշակի պարզաբանումներ անեմ հետագա նաև հարցերը կանխելու համար։ Փետրվարի 5-ին Մերձավան համայնքում մի խումբ անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել, եւ նաև հնչել էին կրակոցներ, ըստ քննության արդյունքների միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած միջադեպ։ Դրա հետևանքով շարունակվել էր ծեծկռտուքը, հնչել էին նաև կրակոցներ եւ ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք եւ մահացել էր։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, իրավապահները բացահայտել էին այս դեպքը, տասնյակից ավելի անձանց մեղադրանքներ էին առաջադրվել, ձերբակալվածներ եւ կալանավորվածներ կային եւ գործը ուղարկվել է դատարան։ Ըստ էության սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է միջազգային հարաբերությունների կոնֆլիկտի տրամաբանության մեջ, իսկ այս վերջին դեպքով սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը Վալույզա Գրիգորյանը։ Մի հարց էլի։ Կներեք էլի, ես այս ամեն ինչը բացատրեցի, որ ասեմ։ Չէ, ցանկանում եմ նաև նշել, որ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղաշապատի բաժնում, ինչպես նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն եւ հերթական անգամ պարզեն հարաբերություններ։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել։ Բազմաթիվ նման դեպքեր կան, ես կրկնում եմ տասնյակից ավելի։ Պարոն Սարգսյան, տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքը հնարավոր է եւս շարունակություն ունենա։ Այսինքն վրեժլուծեն նման դեպքերում հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանական հենակետեր կան տեղադրված եւ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Ես իմ բրիֆինգի սկզբում էլ նշեցի, որ մեր մինչ այս պահը չմեկնաբանելը նաեւ դրա հետ է։